ձեռքակալեցին, կալանավորեցին, ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի impeachment-ի գործընթացը։ Հնարավոր է, որ դապալվի կամ նոր թեկնածու առաջադրեք ձեր պլանների մասին։ Ոչ, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են եւ այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն impeachment-ի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր սակցիոնում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ։ Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Սարգսյան գնալով վիճակը վատթարանում է կալանավորել ընդհանրապես։ Մի քիչ կպատմեք ձեր պլանների մասին, ասելու վերջ էլի։ Օրինակ դաշինքներ, չգիտեմ, ինչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տուն ուղարկեք, օրինակ։ Ինչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ինչ պլաններ կան։ Մենք այլ պլան չունենք, քան impeachment-ի գործընթացը առաջ տանելը։ Եթե ուրիշներ այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաջորդով դա կլսենք։ Ինչ եք ասում։ Պարոն Սարգսյան, գնալով վիճակը երկրի կարծես վատանում է, եկեղեցու դեմ արշավել, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, հա, այսպես քրեականի տակ։ Այս ամենում դուք ձեզ երբ որ մնում եք մենակ, մեղավորության զգացում ունենում եք։ Եթե նույնիսկ այս փոքր խմբում մեկը կա, որ ինքը կասի երբեք ինքը մեղավոր չի եղել։ Հետո 18-ի իրադարձությունների շատ լավ։ Այս գործով արդարացած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց եւ նա հեռացվեց դատական համակարգից։ Մտավախություն չունեք, որ եթե ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն նույն ճակատագրին կարողանան։ Բայց ինչ կարող եմ այդտեղ անել։ Դատավորները իրենք են որոշում արդարադատություն ապահովել, թե անձնական անվտանգություն։ Մեկ դաշինքով Հովանավանքում տեղի ունեցածին ինչպես եք վերաբերում։ Չեմ էլ ուզում այդ հայտարարության արձագանքը։